Երևի թե արժեր ի սկզբանե հենց սկսել սննդից եւ կենսակերպից։ Հայաստանում ինչ են անում այդ մարդիկում են դիմում։ Եթե ցանկանում են կանխարգելել սրտի հիվանդությունը եւ եթե արդեն ունենք սրտի հիվանդություն։ Շատ շարժվի, ծխելը թարգի, ալկոհոլ քիչ օգտագործի կամ մի օգտագործի։ Դա ձեզ համար թոքաբորբ չի, որ 10 օրից լավանալու եք։ Կգնաս կհիվանդանաս, կգաս կբուժենք։ Սա ուղիղ կերպով անդրադառնում է մարդու հոգեբանության վրա։ Պացիենտը պիտի պատկերացնի, որ այս ֆունդամենտալ բաները պիտի փոխի ամբողջ կյանքի համար։ Սիրելի բարեկամներ, հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային արտահիվանդանոցային խնամքով զբաղվող բժշկական կենտրոն է, որի նպատակն է ապահովել ամբողջական պացիենտակենտրոն խնամք սիրտանոթային խնդիրներ ունեցող բուժառուների համար։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն։ Բարև ձեզ բարեկամներ, ձեզ հետ կրկին եթերում Կարդիոլաբն է եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի բոլորս լինենք ավելի առողջ, ավելի գիտակից եւ սեփական առողջության համար որոշումները բժշկի հետ կիսող քաղաքացիներ։ Իսկ այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է, մարդ, ում մասնագիտությունը անբաժան է սրտաբանությունից եւ շատ կարեւոր է եւ հիմնակարային է առողջ սիրտ ունենալու համար եւ այսօրվա զրույցը մյուսներից տարբերվելու է նաեւ նրանով, որ մենք խոսելու ենք շատ հաճելի բաների մասին նույնպես։ Շատ չերկարացնեմ ձեր համբերությունը չչարաշահելու համար, ասեմ, որ իմ այսօրվա հյուրն է բժիշկ սննդաբան Ռեբալանս կլինիկայի հիմնադիր Լիդիա Այվազյանը։ Ողջույն Լիդիա ջան, շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերը մասնակցելու։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր է ձեր հաղորդումը, ու շատ հետաքրքիր է, որ մի օրգանի շուրջ մենք կարող ենք այսքան երկար Չէ, ել մտածի, որ սրտի մասին այսքան խոսալու բանք։ Այո, եւ վերջապես կհասնենք նաեւ սննդին սրտի կողմից։ Այո, շատ հետաքրքիր է ձեզ հետևել, ձեզ շնորհակալություն։ Գիտես, երևի թե արժեր ի սկզբանե հենց սկսել սննդից եւ կենսակերպից, այսպես հետադարձ որ նայում եմ, բայց քանի որ իմ կյանքում էլ է որոշակի shift տեղի ունեցել, ես այն սրտաբանության ամենավերջի կետերից հիմա ոնց որ ավելի ֆոկուսս փոխվում եմ կանխարգելիչ սրտաբանության վրա եւ դա էլ իր հերթին այսպես մեր դիսկուսիաները այո փոխում է այլ ուղղությամբ, բայց այո շատ շնորհակալ եմ որ այսօր մեզ հետ ես։ Նախքան բուն թեմային եւ կլինիկական քննարկումներին անցնելը կուզենայի խնդրել որ պատմես մի փոքր քո անցած կյանքի ճանապարհի վերաբերյալ, ինչ ճանապարհով ես անցել, ինչպես ես մասնագիտացել եւ ինչ դժվարություններ եւ միգուցե նաեւ հնարավորություններ են հանդիպել այդ ճանապարհին։ Երբ որ բժշկական համալսարանն ավարտեցի, ես իրականում չէի ուզում ոչ մի արձինատուրա գնալ այստեղ եւ շատ պատահական հայտնվեցի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնում շատ սիրեցի առարկան ու այնտեղ մենք գիտենք որ հիգիենան առողջության այն ճյուղն է որտեղ ոչ միայն այդ սանիտարահիգիենիկ բաներով են զբաղվում այլ նաև կանխարգելիչ մեծ նշանակություն ունեցող ճյուղ է բժշկության մեջ եւ այդ կանխարգելիչը ոնց որ ասում եք մի քիչ շատ ավելի հերվից եկա մինչեւ կանխարգելիչ կարդիոլոգիա այո մենք կարծես բժշկականում չանցնենք այդ կանխարգելիչ հատվածը ինձ շատ դուր եկավ ես այդտեղ առաջի անգամ մտածեցի ճարպակալում ունեցող մարդկանց երեխաների եւ որ աշխատանքի սննդի հիգիենայի մասին ենք անցնում ես ես կամած ուսումնասիրում եմ իսկ Հայաստանում ինչ են անում այդ մարդիկում են դիմում ոնց այն հա բուժվում այսպես ասած եւ հայտնաբերեցինք մեր դասախոսների ամբիոնի վարիչի հետ որ իրոք Հայաստանում այդ թևը շատ բաց է եւ ես փնտրեցի որտեղ կարող եմ հենց դիետոլոգիա սովորել եւ միակ ամբողջ SNG-ում բանում Մոսկվայում գտա ինստիտուտ, որտեղ որ արձինատուրա կար դիետոլոգիա մասնագիտությամբ, 2 տարվա արձինատուրա եմ անցել, այսինքն իմ առաջի ոնց որ հատված եղել է 7 տարի բժշկական համալսարանում, 5-2-ն եմ ես ավարտել, հետո հիգիենայի ամբիոնում հիգիենայի ամբիոնն եմ ավարտել 1 տարի, այդ եղավ 8 տարի, 2 տարի դիետոլոգիա, նուտրիցիոլոգիա արձինատուրան եմ անցել Մոսկվա
Մոսկվայում եւ 2 տարի հոգեբուժության արձինատուրա եմ անցել այս վերջում։ Այդ չի վերջանում, այն որ այս վերջում ասի հանկարծ եթե ես եւս մեկ անգամ ասեմ ինչ որ միտեղ սովորելու եմ, խնդրում եմ մուրճով խփեք։ Ինձ թվում է քո հաջորդ դիգրին MBA-ա լինել։ Բայց չգիտեմ դու կվաշես իհարկե, բայց հա, չեմ տենց խորհուրդ եմ տվել ընկերներիս անպայման մուրճով հարվածել գլխիս, եթե ես եւս մեկ անգամ որոշեմ, որ це բան սովորել, բայց այդ շուտ անցնում է, գիտեք, բժշկականում, երբ որ դու անընդհատ պացիենտների հետ աշխատում ես, անընդհատ այդ ցանկությունը լինում է նոր բան սովորելու ու շարունակական զարգացման, այո։ Եվ 2016 թվականին, երբ որ ես եկա Հայաստան, դիետոլոգիայի մասին անգամ բժիշկների կողմից շատ վատ վերաբերմունք կար։ Ես շատ լավ հիշում եմ, շատ զավեշտալի էր, երբ որ հայտնի մեծ կլինիկաներից մեկը գնացի եւ ասացի, որ դիետոլոգ եմ եկել եմ, ոնց որ գիտեմ, որ sense լավ մասնագետներ եք հավաքում, ես դիետոլոգ եմ, ոնց որ sense նոր մասնագիտացում է, կլինիկաները պիտի ունենան դիետոլոգ, sense բացատրում եմ, ինձ ասեցին Ազիզ ջան, դու գնա ֆիթնես ակումբ, լավ կլինի, լավ ֆիթնես ակումբներ կան, ընդեղ է պետք է այդ քո մասնագիտացումը եւ այդ կլինիկաներից մեկը այս տարի ինձ հետ կապնվել էր, որպեսզի ես իրանց մոտ գնամ, որ իրանք սերտիֆիկացում ստանան այն բայց դու լավ հիշում ես, չէ՞, դեպքը եւ իրանք լավ հիշեցի, որ մեզ անգամ զգուշ լինեն, այո, որակի սերտիֆիկացում ստանալու համար, այո, հիմա պետք է տեսեք քանի տարի պետք եղավ, որ էնել այդ որակի սերտիֆիկացիա եթե չլիներ, նույնիսկ կարողա չգային այն բանին, որ պետք է այդ մեծ կլինիկային, պետք է դիետոլոգ։ Լավա որ գոնե այդ որակի բաները մի քիչ այդ եւ դեղագետների կլինիկական դեղագետներ են պետք որ լինեն եւ դիետոլոգներ են պետք որ լինեն մանավանդ բազմապրոֆիլ տարբեր պրոֆիլներ ունեցող հիվանդանոցներում, որտեղ որ ամեն պրոֆիլում երևի հատուկ այդ մասնագիտացումով դիետոլոգն է պետք եւ ոչ թե մի դիետոլոգ ամբողջին, հա, եթե մի քիչ ավելի բան մտածենք, ամբողջ աշխարհում այդպես է եւ օնկոդիետոլոգներ կան, ովքեր որ օնկոլոգիական հիվանդների սննդակարգով են զբաղվում, գաստրոենտերոլոգիական բաժանմունքի, երիկամային բաժանմունքի, հա, sense մասնագիտացված են անգամ, որովհետեւ այդ սպეციფიკան ու բաները հիվանդությունները շատ տարբեր են, շատ մանր են, շատ աշխատանք կա այնտեղ անելու եւ մի բաժանմունքին մի դիետոլոգը հազիվ ոնց որ բանա լինի ամբողջ հիվանդանոցին։ Պարզ է։ Այ մի փոքր խոսենք սրտին հաճելի սննդի մասին, հա, որոնք են այն սննդամթերքները, որոնք շատ խորհուրդ է տրվում ընդունել, եթե ցանկանում ենք կանխարգելել սրտի հիվանդությունը եւ եթե արդեն ունենք սրտի հիվանդություն։ Իմ պրակտիկայի ընթացքում ես հենց մի բան եմ հասկացել, որ այդ խորհուրդները շատ կարճ են, հասկանալի, պարզ, հեշտ, երբ որ դա սկսում ես կիրառել եւ ներդնել մարդու կյանք, այդ շատ երկար ժամանակ է նախ։ Այդ համբերությունը առաջինը դու պիտի կարողանաս քո մեջ դաստիարակել, որ այս process-ը արագ չի։ Շատ տեսեք, sense առաջին բանը, որ սրտային խնդիր ունեցող մարդուն sense խորհուրդ ենք տալիս, շատ շարժվի, ծխելը թարգի, ալկոհոլ քիչ օգտագործի կամ մի օգտագործի, առողջ ծնվի, ես ինչը ճարպահանի եւ այլն։ Այդ ամեն մի խորհուրդը, ամեն մի հատիկը առնվազն մի տարի պիտի sense աչքիդ առաջ ունենաս եւ դա հատկապես երբ որ մենք խոսում ենք որ це հիվանդություն կանխարգելման, եթե ունենք գենետիկ նախատրամադրություն կամ հենց այդ հիվանդությունը ունենք, մենք հասկանում ենք որ դա ամբողջ կյանք ինքը չի կարող անել sense կարճ ժամանակահատված, երբ որ մենք խոսում ենք քրոնիկ հիվանդության մասին, այդ մարդը այդ փոփոխությունները պետք է ամբողջ կյանք անել եւ տենց չի որ օրինակ չգիտեմ հիմա գաստրիտի ժամանակ սննդակարգ չկա առհասարակ, բայց այն որ sense գաստրիտ չի, հա, որ 2 շաբաթում բուժվեց, խոց չի 2 շաբաթ sense բուժվեց եւ այդ դիետան անցավ, ասում սա ձեզ համար թոքաբորբ չի, որ 10 օրից լավանալու եք ու անցնի գնաց հավոք։ Այո, եւ ստեղ սննդակարգը այդ հիմնակարն է, որտեղ որ պացիենտը պիտի պատկերացնի, որ այս ֆունդամենտալ բաները պիտի փոխի ամբողջ կյանքի համար, ոչ թե հենց հիմա 2 ամսից, որ խոլեստերինի անալիզ պիտի հանձնի, տեսնի ինչ է, հա։ Եվ սրանք շատ բարդ են, այստեղ երկար ժամանակ աշխատելու մեկ պացիենտի համար, ապրելակերպի փոփոխություններ կատարելու համար 1 տարվա ընթացքում մոտավորապես 22-ից մինչև 36 ժամ կոնսուլտացիա են խորհուրդ տալիս, որ որևիցե
սննդակարգի փոփոխություն նկատելի տեղի ունենա, հա, 1 այց չէ, 2 այց չէ, 22-36 այց պետք է ունենա, խոսեն սննդակարգի մասին, հանձնարարություն ենք տալիս, նայում ենք, տեսնում ենք, այսինքն այստեղ շատ այդ դանդաղությունը պիտի բանանենք, այդ բոլոր խորհուրդները, ես նաև հասկացել եմ, որ չի կարելի միանգամից այդ բոլոր խորհուրդները ասել։ Այո, չի ընկալում էլի, չի ընկալվում ու հետո այնքան բարդ է ընկալվում, որ ես կյանքում դա չեմ կարող անել, պետք է չի սկսել անգամ։ Բայց երբ որ օրինակ մի հատ հանձնարարություն ես տալի, ուրիշ բանի մասին մի մտածի, սննդակարգում ես ինչ, դա ստացվում է, ամրապնդում ենք դա գովելով, ցույց տալով, որ անալիզներում ինչ փոխվեց, ճնշման վրա ոնց անդրադարձավ, հա, օրինակ մի անգամ էլի կարդիոլոգներից մեկը խնդրել էր ինձ միասին կոնսուլտացիա անելու, ոնց որ ինքը լսեր կոնսուլտացիան ոնց է լինում, ոնց որ այդ սննդային հատվածները, որ ես էլ կարողանամ, մի պացիենտի հետ ուղղակի այդ օրը միայն աղից էինք խոսում, շատ ծանր քաշով պացիենտ էր, 60 BMI, ծանր ճնշումներով, սրտային խնդիրներ, մի խոսքով։ Մենք մի ժամ խոսեցինք աղից, մենակ մի ժամ աղից էինք խոսում, այո։ Եվ իր չկառավարվող բարձր ճնշումը, որ 3-4 պրեպարատ միայն ստանում էր ճնշման համար, եւ գալիս է մի շաբաթից 10 օրից իր այդ բաները sense հանգստացած ավելի մեղմ թվերով ավելի սխեմայի մեջ ոչինչ կարդիոլոգը չի փոխել ու sense զարմացած ասում է տես մենք ասում ենք աղը դե կհանես մի ժամ պետք էր բացատրել որտեղ ինչ աղ կա ոնց անել սեղանի վրայից որտեղ դնել այդ աղը ինչպես թաքնված աղը տեսնել ինչով փոխարինել որ համեղ լինի սնունդը որովհետեւ մենք ինչ մի խոսքով սա շատ երկար միայն այն բանը չի, հա, այսինքն այդ մի հատ խորհուրդ այնքան երկար ես մտնում խոհանոց, այդ մարդու կյանք, իրավիճակ, ինչ ոնց ես պատկերացնում, որ կարողանաս այդ փոփոխությունը անել։ Եվ սենց հետաքրքիր մի հատ բան կա, այդ միշտ համեմատում են ամերիկյան բժշկությունը եւ ճապոնական արևելյան բժշկությունը, որտեղ որ հիվանդությունների առաջացման հաճախականությունը շատ քիչ է իսկ Ամերիկայում եղած հիվանդություններն են շատ լավ, այսինքն emergency բժշկությունն է շատ լավը, բայց ամերիկյան համակարգը այնց հայտնի չի իբրև լավ հանրային առողջապահության հանրային առողջապահության շատ վատն է, հենց հետա որ emergency-ն շատ լավն է, այսինքն բան պատահեց կանխարգելում չեն անում։ Իսկ կանխարգելում չեն անում, չկա կանխարգելում, անգամ եթե կանխարգելումը այս պահին կարաս խորհուրդ տաս անես, իրանք չեն անի դա, այն որ կգնաս կհիվանդանաս կգաս կբուժենք կոպիտ ասած, այսպես է հնչում, եւ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջ ապրելակերպ կերպի համար մի 10 կետ ասում։ Այնքան հեշտ པարզ կետեր են, բայց այտենց ասած պատին կախած է մնում։ Ես սրա մասին միշտ մտածել եմ, իսկ ինչից է որ այտենց պատից կախած մնաց եւ ոչ մեկ չկիրառեց, հատկապես երբ որ դա այտենց հեշտ բաներ են։ Եվ բանը նրանում է, որ նախ բժշկի մոտ մարդիկ հասնում են հիվանդ ժամանակ։ Առողջ մարդը չի գնում, մենք չկա այդ կուլտուրան։ Հա, մենք մի քիչ առաջ մինչև մեր եթերը խոսալուց ասում ենք, այ մի հատ առողջ մարդ էր եկել, քաշի խնդիր էլ չուներ։ Հա, անգամ դիետոլոգիայում, երբ որ քաշի խնդիր չունեցող մարդը գալիս է, այդ նոնսենս է, հա, գալիս է, որ սննդակարգս էլ ավելի լավացնեմ։ Ոնց որ անգամ այդ ոնց որ մենք բան չանենք, պատկերացրեք, որ բժշկի մոտ չեն գալիս, ասում ես ուզում եմ, չգիտեմ ձեզ մոտ ինչքան հաճախ է լինում, որ գան ասեն ես ուզում եմ այնպես անեմ, որ սրտային խնդիր չունենամ։ Արդեն խնդրով են գալիս։ Լինում է, բայց հազվադեպ եւ այդ դրույթները այդ ժամանակ է, որ տարին 2 անգամ կասենք, չէ՞։ Երբեմն նաև պատճառը նա է, որ հարազատներից ինչ-որ մեկին ինչ-որ մի բան պատահում, դա եւ սիրտը սարսափելի է, ինչպես գիտես, դրա համար գալիս են այդ անհանգստություն ստագնապից դրդված, բայց ցավոք սրտի համաձայն եմ, որ շատ քիչ ենք տեսնում այդ հենց չեկափի ստուգիչ կանխարգելիչ զննման համար եկած բացի։ Որ նաև այդ ժամանակը տրամադրենք եւ բացատրենք ինչեր է պետք անել, որ առողջ մնա մարդը։ Եվ այդ հատվածը կարծես դուրս եկավ բժշկությունից։ Բժշկության մեջ չմտավ, որ ես կանխարգել եմ հիվանդություններ։ Ինչ որ ձևով այդ պետք է լիներ երևի առաջնային օղակներում, երբ որ մարդիկ ուղակի տարին 1 անգամ, չգիտեմ 2 անգամ չեկափի են գնում թեկուզ գրիպի պատճառով են գնում ինչ որ բանի եւ այդ բժիշկը հանդիպեց, բայց այդտեղ էլ այնքան
ծանր նորից ծանրաբեռնված է համակարգը, որ չեն հասցնում այդ հասարակ դրույթների մասին խոսել։ Ոնց որ սա իհարկե խնդիր է, որը որ Ճապոնիան անում է եւ մտնում է մարդկանց բաներով, այսպես ասած, պետական համակարգերով մարդկանց ընտանիք, քաշ, ֆիզիկական ակտիվության մեջ եւ ասում է այսքան պիտի քայլես, այսքան քաշը ավելացել է, ստրախովկա չես ունենալու, կարող ես հանգստի լագեր վերցնել, գնալ, քաշդ կարգավորել, ֆիզիկականդ լավացնել եւ այլն, եւ այդ իրանք կանխարգելումով բերել են նրան, որ ճարպակալում ունեն ճապոնացիների 5-ից 7%-ը, որը համապատասխանա աֆրիկյան սոված երկրների ճարպակալման թվին։ Այո, բայց ապրում են 80+ տարի եւ շատ առողջ։ Այո, ձևով։ Հարց ունեմ, ինչ կարծիք ես շաքարի մասին եւ ինչքանով է թույլատրելի այն ընդգրկել մեր առօրյայում եւ ինսուլինառեզիստենտականության համատարած բնույթը ինչքանով կարող է ազդել մարդու առողջության ու արդյունքների վրա։ Եվ ճարպակալումը եւ ինսուլինառեզիստենտականությունը դրանք մեկ պատճառանի խնդիրներ չեն։ Հա, մենք երբ որ դուք այդ հայտնի ճարպերի հետ կապված բանը երևի ինձանից լավ կիմանաք 70 թվականներին, որ Ամերիկայում հետազոտության արդյունքները ասել են, որ ճարպն է խնդիրը ամբողջ սրտի, հիշում եք, որը որ վերանայելուց հետո 15 տարի անց վերանայեցին եւ երբ որ մի թշնամի էր, այդ երբ որ մի մթերքն ենք դեմոնիզացնում ու տեսան ինչքան ուժեղ ճարպակալումը նախ ավելացավ ու սրտային խնդիրներն ավելացան, երբ որ բոլոր մթերքների վրա սկսեցին գրել low fat, fat free եւ մնացած բաները, եւ այդ ժամանակ ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում շաքարին, հենց շաքարը այդ ժամանակ մտավ, որովհետեւ այդ low fat հնարավոր չէր ուտել։ Պետք էր ինչ-որ մի բանով համովածնել, որպիսի լիներ ուտել եւ դրա համար այդտեղ հենց այդ շաքարային բումը այդ ժամանակ հիմա փաստացի այլի նորից գնում ենք այնրան որ մի հատ մթերքն ենք դեմոնիզացնում այս մի մթերքն է մեղավորը ձեր այդ ֆիլմերը sugar ֆիլմը նայած կլինեք ամբողջ պոլկաները շաքար են եւ այլն բայց փաստը նա է որ մենք մի պատճառ չունենք մեր սննդակարգում շաքարը պետքա 0 չլինի առողջապահության համաշխարհային կազմակերպության տված թվերով անգամ եւ տարբեր դիետոլոգիական ասոցիացիաների ուղեցույցերով թե կանադական թե ամերիկյան, թե ավստրալիական ամենատենց լավերը, սկանդինավյան երկրներին շատ լավ է, այնտեղ մենք տոկոս ունենք, որ մեր կալորիաների 5-ից 10%-ը կարող են լինել պարզ շաքարներից, եւ այստեղ պարզ շաքարները 0 պետք է չլինեն։ Եվ երբ որ մենք այդպես կույր վերցնում ենք ու մենակ մեկ մթերքը որոշում ենք, որ 0 պիտի լինի, մենք փաստացի մեկ ուշադրություն չենք դարձնում մնացած խնդիրներին, որոնք որ բերել էին մեր ավելորդ քաշին, մեկին դարձրեցինք այդ ձեմոնը, այսպես ասած, խնդիրը եւ չտեսանք մնացածը։ Շեցուցիչ է, որովհետեւ ես բառացիորեն 2 շաբաթ առաջ որոշում կայացրեցի, որ շաքար չեմ ուզում ոչ մի իմաստով, անեցի շաքարը փոխարինեցի իրեն բնականաբար այլ բարտացխաջրերով, այնպես չի որ ընդհանրապես ոչինչ չէի կիրառում եւ մի 3 օրից շատ կտրուկ անկում ապրեց իմ ֆիզիկական ծանրաբեռնվածության տոլերանտությունը, այսինքն ես շաբաթական 5 օր վազում եմ, վազքով եմ զբաղվում Ես սկսեցի շունչս փչել, ուղղակի չէի կարողանում այն ստանդարտ 30-40 րոպե մնամներ պետք է վազեմ 5 րոպե հետո ուղղակի շնչասպառ էի լինում։ Երկար մտածելուց հետո հասկացա, որ դա շաքարի հանելու արդյունքում առաջացել, հա։ Եկեք այս ծայրահեղություններից միշտ բան անենք, հա, խուսափենք, էլի եմ ասում, եթե ես 10%-ը հիշենք փաստը։ Հա, 5-ից 10%-ը նախ հիշում ենք, հետո երբ սննդային օրագիր ես կարդում, իսկ ես աշխատում եմ միայն սննդային օրագրերով, այսինքն նախ տեսնում եմ մարդիկ ինչպես են սնվում, հետո նոր ենք սկսում փոփոխել այդ սնունդը։ Ճիշտ է, շաքարը կարող է եւ ածխաջրերը կարող են գերակշռել, բայց դա հաճախ կարող է լինել պատճառը, օրինակ, ստրես են ուտում շաքարով եւ այստեղ ոչ թե այդ պաղպաղակներ մեղավոր, այլ ստրեսը երբ որ մենք նվազեցրեցինք, այդ պաղպաղակների կարիքը այդքան հաճախ չեղավ։
Լինում են դեպքեր, երբ որ սննդային է լինում, սա էմոցիոնալ, հոգեբանական հատվածներն են, երբ որ չարաշահեցինք քաղցրը։ Արդյոք մենք սիրում ենք մեր սնունդը, դա էլ կարևոր հարց է, որ ես բարբերաբար պացիենտին եմ տալիս, որովհետև մարդիկ կան, որ այնքան են տժնամացել, որ իրանք ուզած չուզած ընդունում են, բայց ատում են ու այդ կոնֆլիկտը շատ ծանր հետ կատարվում իրենց հոգեբանության, որ եթե մեղքի զգացողությունը մեկ, երկրորդ եթե իմ մոտ այս խնդիրը չլիներ, ինչ են մեկը չունի այս խնդիրը, ես ունեմ, ես պիտի մտածեմ, ես պիտի, այսինքն անընդհատ այս ստրեսը էլի ավելի շատացրեցինք։ Եթե ստրեսին ի պատասխաներ այդ մարդը շաքարոտում, մենք մենակ դրանով ստրեսը էլ ավելի ավելացրեցինք։ Երկրորդը շատ հանդիպում է սխալ սննդային սովորությունների պատճառով ածխաջրերը շատացան, օրինակ սպիտակուցներն էին շատ քիչ։ Եվ կարա լինի օրինակ սպիտակուցները ավելի թանկ են, մսամթերքը միշտ ավելի թանկ, ավելի երկար պիտի պատրաստենք, օրինակ մակարոնը 15 րոպեից կեփվի, իսկ միսը 1.5 ժամից կեփվի, ավելի երկար պետք է լոբազգիները շատ երկար եփենք, ինչ որ բան պիտի անենք։ Ինչպես ավելի հաճելի դարձնել այդ սպիտակուցը, որտեղ իմ ամբողջ ընտանիքը մի մարդու չհաշված բոլորը սպիտակուցը ուղղակի չեն սիրում, ոնց անել, որ այդ մարդիկ սկսեն մի քիչ սիրել իրենց։ Տեսեք, հա, լավ եք ասում, այդ նաև այն փոքր ժամանակվանից եկած սովորություններով կարող է լինել, ավելի քիչ են կերել, ավելի դժվար են իրանք մանավանդ երեխաները մի քիչ կարող են այդ ծամելու հետ կապված դժվար ուտել, ուտեցել այդ իսկ այդ մահանը կարտոֆիլը, մակարոնը, փափուկ, ասած կամֆոր, կրուասանները, պատվարակը։ Այո, այդ ոնց որ էլի այդ տարբերակներ գտնել, որոնք որ ավելի հաճելի են, այդ հաճելիներից սկսել, օրինակ ձուն, շատ հաճախ երեխաները շատ են սիրում ձու ուտել, կատնաշորի տարբեր տեսակներ սիրնիկների ձևով պատրաստած եւ այլն, այսինքն գտնել են տարբերակը, որ ընտանիքը ավելի հաճելի կուտի, ժամանակ առ ժամանակ ավելացնելով որևիցե նոր բան եւ փորձելով որ տարբերակը սա կստացվի ուտել։ Շատ հաճախ տեսնում ենք, որ միրգ բանջարեղենը շատ քիչ է սննդակարգում։ Մեկ-մեկ որ լսում ենք այդ մրգերի դեմ արշավները, որ մրգերն են միակ մեր մեղավորը, ես ուղակի sense նայում եմ background-ով ու ասում եմ գոնե մի հոգու հիշեի, որ ասել են, որ այ քո քաշի խնդիրը մրգից է, չկան այդպիսի մարդիկ, որ քաշ ավելացրել են մրգի պատճառով, հա, եւ հակառակը մենք միշտ խնդիր ունենք, անգամ այդ հիմա այդ սեզոնն է, էլի միշտ ասում եմ Հայաստանում սեզոն ունենք, որ մրգերը գլխներիս է թափվում, մենք հիմա սեզոնն է, թութ քայլում ես, թութը գլխիդ է թափվում, բայց սննդակարգում նայում ես 2 շաբաթ, 2 անգամ կես պամիդոր է եղել, հա, ամբողջ սննդակարգում, ամբողջ օրվա ընթացքում մի միրգ ու բանջարեղեն չի ընկնում արդու ձեռքի տակ։ Սրանք երբ որ մենք ավելացնում ենք, այսինքն էլի չդեմոնիզացնելով ածխաջուրն ու շաքարը, կենտրոնացնում ենք ուշադրություն դրանք շատացրու։ Եվ որ դրանք շատացնում ենք, տեսնում ենք, որ սրանք, այսինքն ինքը եկել այդ մակարոնը եկել է, այդ կաղամբով աղցանի տեղն է գրավել։ Երբ որ կաղամբով աղցանը լցնում ես, դնում ես ափսեի մեջ, մակարոնը ավտոմատ կրճատվում է։ Այսինքն այս տարբերակով նաև պետքա տեսնել ինչն է պատճառը։ Այո, եթե դուք ինձ հարցնեք պատճառները ածխաջրերի ավելցուկն են, հիմնականում ածխաջրերի ավելցուկն են, բայց ածխաջրերի ավելցուկի այս տարբերակները, որ հեշտ էր, հասանելի էր, որովհետև եթե մենք ոչինչ չպատրաստեցինք, խանութ մտանք, ամենառաջին ինչ կարող ենք առնել բուլքի, խաչապուրի, ինչ ոնց որ քաղցր, խորոք արժի պլանավորել սնունդը օրվա ընթացքի, որպեսզի զբաղված է լինում տան պատրաստողը, տան խնամակալը, ինչքան աշխատանքը շատ է լինում, այնքան ավելի տուժեց տան ուտելիքը, տան պլանավորելը, տան պատրաստելը, գնացինք ավելի դրսում ուտելու, դրսում ավելի, ոնց որ sense մեկ, այսինքն այս շղթայի այն սկզբնաղբյուրը պիտի գտնենք ու այդ հարցերը լուծենք եւ ոչ թե ոնց որ ինչ որ մի մթերքի, հա, մեղադրենք։ Մենք այսօր պացիենտիս հետ sense ժամանակահատվածներով նայում ենք, երբ է քաշը ավելացրենք, ասում եմ, իմ խնդիրը քաղցր է, պրոստը քաղցր շատ եմ ուտում, ասում ժամանակահատվածներով գնում ենք, երբ է քաշը հավաքել, այն ժամանակահատվածներով, երբ որ ծանր ստրես է ունեցել։ Ստեղ մայրիկի հետ կապված ծանր խնդիր առաջացավ, այնտեղ աշխատանքում ծանր խնդիր առաջացավ, 4-5 կիլոգրամ ստեղ ավելացրեցի։ Մենք այդ խնդիրը պիտի լուծենք, ոչ թե շաքարի խնդիրը, հա, այս պահին, որովհետև քո նաև օրգանիզմի հարմարողական եւ այդ ստրեսին դիմակայելու մեխանիզմը այդ քաղցրն էր։ Առանց այդ ստրեսը կառավարել մենք քաղցրը վերցրեցինք ձեռից։ Ինչ անի, ուրիշ ստրեսը շատացավ։
Այո, եւ ստիպված ավելի վատացավ վիճակը, արատավոր օղակի մեջ մտավ ու այո, տանը սնունդը չկարողացա հասցնել պատրաստել, որտեվ ստրեսը շատացավ եւ սենց շղթայական գալիս է, սրանք են դրա համար է նաեւ շատ երկար։ Ասեք մի կոնսուլտացիայի ժամանակ բացատրում ես, որ սենց բաներից կարա լինի, եկեք ուսումնասիրենք, հաջորդ կոնսուլտացիայի ժամանակ այդ ուսումնասիրության ժամանակ տեսնում ես շատ լավ է, որտեվ տրամադրված է այս բան ստրես չկա։ Մեկ էլ մի հատ գալիս է, մի հատ էտես կարգավորում ցույց ես տալիս, որ սա էր պատճառը եւ ոչ թե այս մնացածը եւ այս շատ է տեսնում եք ինչքան բան գնում ենք, այնքան այս քաշը եւ հոգեբանությունը իրարից sense միանշանակ իրար հետ ուղիղ կապ ունեցող են։ Երկու հարց տամ էլի, որ այս պահին մտքիս եկավ։ Առաջինը, ճիշտ է արդյոք, որ օրվա առաջին սնունդը արժե ընդունել սպիտակուցային խուսափելու համար ինսուլինի սպայքերից արյան մեջ, եւ երկրորդը արդյոք արժի առողջ մարդուն ընդունել տարբերակված, ասենք որ իր սննդակարգի մի մասը լինի ածխաջուր, մի մասը սպիտակուց եւ երրորդ մասը ճարպային։ Եկեք ես շատ սիրում եմ այս հարցում, միշտ գնում եմ բժիշկներին չեմ, բժիշկներին ասում եկեք գնանք ֆիզիոլոգիա, բայց մնացած իմ պացիենտներին միշտ ասում եմ եկեք գնանք 8-րդ դասարան, որտեղ որ մենք գոնե անատոմիա ենք։ Եկեք 8-րդ դասարան, որտեղ մեր լսարանն էլ ավելի ոչ բոլորը հիշում են այն շունիկի խեղշունիկներին, որ տանջում էր այն չար մարդը, այս լիքը մեզ գիտություն ազատո թողել, եւ ինչ էր անում, հա, բոլոր գեղձերում կտրվածքներ էր անում եւ զանգը տալուց կամ սնունդը դնելուց տեսնում էր, որ հատվածից ինչ հյութ եկավ։ Այս գալիս էր մեզ ասելու, որ անգամ նախապատրաստվելու ընթացքում մեր օրգանիզմը բոլոր մարսողական հյութերը արտադրվում են։ Լեղապարկից է հյութ արտադրվում եւ ստամոքսում եւ ենթաստամոքսային գեղձում եւ թքագեղձերում, եւ մենք գիտենք, որ իրանք բոլորը տարբեր հյութեր լինելով մարսողական տարբեր բաներ են մարսում։ Այսինքն մեկը ավելի կենտրոնացած է սպիտակուցներ մարսելու, մյուսը ճարպեր, երրորդը հա ածխաջրերն է ճեղքում եւ այս բոլորը իրար հետ։ Այսինքն երբ որ մեր մեկ սնունդ անգամ զանգը տալուց, երբ որ մեր օրգանիզմը ռեֆլեկտոր պատրաստվում է սննդին, այսինքն այդ ժամ, նաեւ այստեղից միանգամից եկեք այն բանը, որ ռեժիմը կարեւոր է, որովհետեւ երբ որ մենք ռեժիմ ունենք, մեր օրգանիզմը նախապատրաստվում է այդ սննդը ընդունմանը գիտի հեսա ժամը 1-ին, ու sense կամած դες նախապատրաստվում է, լանչը մոտենում է, այդ բոլոր մարսողական հյութերը սկսում են արտադրել եւ բոլորը նորմալ մարսում են։ Երբ որ ռեժիմ չկա, մեկ էլ խեղճ ստամոքսային տրակտի գլխին մի բան ընկավ, չգիտի էսի որտեղից, տեղից մարսին, տեղից այդ մարսողությունն էլ եւս, հա, այսինքն այստեղ ռեժիմը բավականին կարեւոր բան է, մեր ֆիզիոլոգիական մարսողությունը, որ լավ ընթանա։ Օրգանիզմը նախապատրաստվեց եւ միանգամից նախապատրաստվեց բոլոր սննդարար նյութերը մարսելու, ոչ թե մեկը։ Եվ մենք փաստացի առանձնացնելու ընդհանրապես իմաստ չունենք։ Նախ նաև մյուս կողմից, եթե գնանք սննդարար նյութերի տեսակները տեսնելու, մենք գրեթե չունենք, շատ քիչ մթերքներ ունենք, որ մի տեսակ բան է։ Հա, մենք սպիտակուցային սննդի մեջ ունենք սպիտակուցներ եւ ճարպեր։ Մենք ածխաջրեր պարունակող մթերքների մեջ ունենք, օրինակ ցորենի մեջ եւ բուսական սպիտակուցներ եւ ածխաջրեր ունենք, հա։ Այսինքն մենք հիմնական բլյուդաները, որոնք որ երկար նաև դարերով պատրաստել ենք, որ մեր օրգանիզմը սովորա, այդ համադրությունների մեջ են։ Այսինքն դարերով նաև սովորացրած ենք, այո, սովորացրել ենք մեր օրգանիզմին դա ուտել եւ լավ մարսել։ Նաև այստեղ էլա գալիս ինչի ազգային այդ խոհանոցները կարեւոր են, որովհետեւ քո ստամոքսային տրակտը գենետիկորեն պատրաստ է եւ սովոր է դա ուտելու ավելի լավ, որովհետեւ դու այդ տարածաշրջանով այդ ավելի լավ ես։ Բայց ինչի՞ց է, որ այդ դեպքում եթե դա ճիշտ է, ապա մեր ազգը տենց մի քիչ նախորդ զրուցակցի հետ ենք խոսում, տենց մեծ որովայնով ոչ այնքան ձիգ կեցվածքով եւ նաեւ հավելյալ քաշի մեծ տոկոսով բնակչություն ունենք։ Իսկ ոնց է լինում, որ երբ որ դու տեսնում ես բարեկեցիկ կյանքով ապրող եվրոպացու, ով որ 60 տարեկանում ես թարմ տեսք ունի, որ ապշում ես։ Իր հավանաբար սիրտն էլ լավ, որովհետև հեծանիվ ակշում, ինքը շատ ֆիտ տեսք ունի, ինքը երիտասարդ է շատ երևում, մի 10 տարի իր տարիքից։ Այստեղ շատ նպաստում է այդ բարեկեցիկ
լինելը, որ ես իմ առողջության մասին լավ մտածեմ, հա, հատկապես մենք կարող ենք նաև տեսնել թեկուզ ոչ Հայաստան, շոու բիզնեսի, տարբեր բիզնես բաների, այն լավ կյանք ունեցող մարդիկ, ինչ որ մի տարիքից սկսում են իրենց առողջությանը հետևել։ Այո, ընդհանրապես եկամուտը նաև ուղիղ կապ ունի առողջության հետ։ Հիմա դրան եմ գալիս, իսկ ինչի մենք մեր ազգի այսքան տոկոս ունի, որովհետև նաև այդ ժամանակը չկա, երբ որ չքավորության մեջ է ապրում ազգը, երբ որ մենք 30%-ից ավել ունենք աղքատության ցուցանիշ, ժամանակ չկա դրա մասին մտածելու։ Սննդակարգը մակարոնից է բաղկացած, որովհետև այլ բաները չկան, եւ ստեղ այն ճարպակալման թերսնման ճարպակալումն է գալիս, թերսնուցման հետևանքով առաջացած ճարպակալումը, որովհետև կարողանում է ուտել մարդը, սննդակարգի մեծ մասը, այդ այնց շատ պարզ հասանելի ածխաջրերն են ու ճարպը։ Եվ այդ ոնց որ նաև այդ ինչի այն ազգերը, ովքեր որ տեսել են քաղց, սով, այդ պահեստավորելու հատկությունն են ձեռք բերել, այդ ձեթերը 8 լիտրով առնելու, մեշոքով առնելու ալյուրը, մակարոնեղենը, մնացած բաները, որովհետև այդ պահեստավորելու, որ հանկարծ նորից այդ ստրեսը գալիս ենք ենթագիտակցական մակարդակում արվող ընտրություններին։ Մենք մեր ծնողները այդպես են դաստիարակել, վստահաբար ձեզ ասել են, որ չի կարելի ափսեի մեջ թողնել։ Եվ պապիկս երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր եւ ինչ-որ ժամանակ նույնիսկ գերության մեջ էր եղել եւ ինքը թեյը քաղցրացնում էր 7 գթալ շաքարավազով եւ յուրաքանչյուր գթալի մեջ շաքարավազը այսպես ու այսպես միջև պոչը գալիս էր որպես հավելյալ շատ լինի ու երբեք հնարավոր չի անգամ այնպիսի դեպքեր են լինում, որ անգամ երբ որ կա սնունդը, այդ քաղցի հետազոտությունն է, որ միշտ պատմում եմ այդ հետազոտության մասին, 1945 թվականին մեծ հետազոտություն են անում քաղցի վերաբերյալ, որ հենց կոնցլագերից եկած մարդկանց կարողանան ավելի լավ օգնություն ցուցաբերեն։ Մի գիտնական ասում է տվեք ինձ այսքան տղամարդ, ես այսքան ժամանակ իրենց սոված պահեմ, հետո կերակրեմ։ Նացիստական էքսպերիմենտների մասին Եվ ինքը էքսպերիմենտ անում էր, որ այդ վերադարձածներին կարողանար ավելի լավ օգներ։ Արդեն post ժամանակաշրջան։ Եւ այստեղ տոկոս մարդիկ մնացին, որ այդ էքսպերիմենտից դուրս գալուց հետո 15000 կիլոկալորիա ուտում էին, չէին կշտանում։ Եվ այդ որ ինչ մտքեր կարան գլխումդ առաջանան սոված ժամանակ, նորից գալիս ենք, որ այդ դիետաները երբ որ սոված են, լրիվ ոնց էր լրիվ հոգեկան, հոգեբանական շատ ուժեղ խնդիրներ, ու մենք երբեք չգիտենք, մեկ ինձ ասում են կլինի ես արագ նիհարեմ, ձեր հսկողության տակ, հետո ես դուք երբեք չեք իմանա, որ արագ նիհարեցիք, այդ կալորիայի դեֆիցիտ ու այդ քաղց ունեցաք, ինչ ձև, մենք ոչ մեկս չեն կարող ասել, մենք ինչ ձևի մարդ կլինենք, որովհետև այդ գրությունը, որ կարդում ես եւ կարդում ես մարդկանց մոտ ինչ մտքեր են առաջացել։ Ես որ մի քիչ մի որոշ ժամանակ օրինակ քաղցրը անում, ես ինձ մոտ տրամադրության լուրջ խնդիրներ եմ տեսնում, որ ասենք ավելի չարանում եմ, ավելի միգուցե ագրեսիվ եմ դառնում, ավելի տխրում եմ երբեմն, այսինքն սա ուղիղ կերպով անդրադառնում է մարդու հոգեբանության վրա, եւ եթե դա երկարաժամկետ է եւ խիստ է ու շատ այսպես կտրուկ է, կարծում եմ չի կարող Հա, միանշանակ դրա համար այդ քաղցած մնալը ու հոգեբանության մեջ մի հատ նաև այս մեծ անտիդիետա կոչվածը կա շատ հետաքրքիր առաջի անգամ եմ այս մասին խոսում որ այսպիսի բան են անում են մարդիկ ովքեր սննդային վարքի խանգարումներ ունեն որ ամեն օր ստիպողաբար պիտի այսքան քաղցր ուտես ինքը 6 շաբաթ հետո ատում է ուղղակի այդ քաղցրը չի ուզում այդքան քանակությամբ, բայց մի օրը մի հատ էր ուզում ուտել, իրան ասել են 3 հատ դրանից պիտի ուտես։ Եվ այսպիսի նաև մոտեցումներ կան, եւ ոնց որ այդ նրա համար է, որ այդ քաղցրի նկատմամբ որ ես կյանքում չեմ կշտանա, միշտ իմ համար կլինի այն ամենակարևոր բանը այս քաղցրը։ Ես միանգամից կարամ մի հատ տորտ ուտեմ, եւ ստացվում է, որ այս էքսպերիմենտից հետո իրանք շատ հանգիստ են վերաբերվում քաղցրին։ Եվ քաշ հավաքելու սննդակարգերի մեջ մտնում է զրկել։
Մենք այդպիսի բաներ ունենք, որ այն քաշ հավաքող մարդկանց զրկում ես որոշակի մթերքներից, իրենք սկսում են այդ մթերքները այնքան կարոտել, այնքան ուզել, որ հետո կարող են էլ ավելի շատ ուտել, երբ որ ասում են ես չեմ կարող, չի տեղավորվում, չեմ կարող ուտել։ Այս երկու բանը մեզ ցույց է տալի, որ լրիվ հակառակ ենք գնում քաշի ավելցուկ ունեցող մարդկանց հակառակը պիտի կերակրես, ասես քեզ կարելի է թույլ տաս, որ կարողանան հանգիստ վերաբերվեն սննդին, եւ քաշի դեֆիցիտ ունեցող մարդկանց հակառակը դու տաս բանը, այս այդ նաեւ այդ հոգեբանական բաներն է, որոնք որ եւ լրիվ այս հիմա աշխարհը գնում է այդ անտիդիետային, դիետա չի կարելի պահել, որովհետեւ իրանք տեսան այդ դիետայի ժամանակահատվածներում միայն ճարպակալման թվերը շատանում են, հա, որ ոչ մի օգուտ չբերեց այդ դիետաները, այդ կտրուկ քաշի նվազեցումները եւ հիմա բոլոր գիտական ուղեցույցային ճարպակալման քաշի ավելցուկի խնդիրները միայն դանդաղ, անընդհատ այդ դանդաղ ամենօրյա ճիշտ ընտրությունների, չէ, արդյունքում հետաքրքիր է։ Կարող ենք մի փոքր անդրադառնալ սննդային վարքի խանգարումներին։ Ինձ համար շատ հետաքրքիր ոլորտ է, ճիշտն ասած, եւ ես ցավոք սրտի երբեմն ոչ շատ հաճախ, բայց տեսնում եմ պացիենտներ, օրինակ անորեքսիայով, ովքեր հիմնականում դա երիտասարդ աղջիկներ են, ովքեր ինչ որ պատճառով շատ ուժեղ ֆիքսվել են իրենց մարմնի քաշի վրա եւ իրենց արտաքին տեսքի վրա եւ այդ ֆիքսվածությունը բերել է նրան, որ այլևս առաջացել է լուրջ դժվարություն սննդի ընդունման հետ կապված եւ իրենց դուր է գալիս քաշի կորուստը այնքան, որ արդեն նորմայից էլ իջնում են ներքև եւ այս իրավիճակում մենք տեսնում ենք լուրջ ռիթմի խանգարումներ, սրտամկանի կծկողականության անկումներ եւ նույնիսկ կյանքի համար վտանգավոր հանկարծամահության ռիսկ ներկայացնող իրավիճակներ։ Հիմնականում անորեքսիայի հոսպիտալիզացիայի ցուցումները սրտով են գալիս, այսինքն սրտի զարկերի նվազեցումն է, քյուտե ինտերվալի երկարացումն է, հա, այստեղ էս ոնց որ այդ ուղեցույցերում երբ պետք հստակ հոսպիտալիզացիան իրականացնել շտաբ ձևով ու ոչ հոգեբուժական կլինիկա, այլ հենց կանգնող ֆիզիոլոգիայի, դա հենց սրտի խնդիրներն են։ Այստեղ մենք շատ կարևոր է որ հասկանանք, որ դա մարդու ընտրությունը չի, դա լուրջ հիվանդություն է հոգեբուժական, որտեղ որ մենք համարյա այն աստիճանի, որ կրիտիկա չունենք։ Այսինքն մարդ, ով որ ունի անորեքսիա, չի պատկերացնում իր քաշը ինչքան ինքը չի տեսնում իր քաշը այդքան ցածր, ինքը տեսնում է իրան, այ հենց այդպես էլ պատկերացրեք փսիխոզի նման Փսիխոզը այն դեպքում, երբ որ մարդը տեսնում է ինչ որ այլ բաներ կամ լսում է, հա, այսինքն ստեղ մենք ունենք այդ տեսնում եմ այն ինչ որ չկա, ես տեսնում եմ մարմնի զանգվածը ավել, ես պիտի սրանից նվազեցնեմ։ Մենք էս պիտի հասկանանք, որովհետև շատ հաճախ երբ որ այս հասկացողությունը չկա, թվում է թե դիետայի հետևից գնաց, թվում է թե մոդայի հետևից ընկավ, ոչ թե իրան դուր է գալիս, այլ ինքը իրականությունը չի կարողանում տեսնի ընկալման խնդիր է առաջացած։ Իսկ ինչ ու բուժական մոտեցումներ ունենք վախ կա քաշ հավաքելու, սարսափելի վախի հետ ենք աշխատում։ Առաջին ընտրությունը իհարկե հոգեթերապիան է, սնուցման հետ պայմանավորված, այսինքն առանց սնուցման այստեղ չի կարա լինի։ Դրա համար անորեքսիան հիմնականում մենակ հոգեբանները չեն կարող վարել։ Այստեղ այնց դեպքեր լինում են նաև, որ տեսնում են պացիենտ է եկել 2 տարի հոգեբանի մոտ։ Չի կարող անորեքսիան առանց սննդային թերապևտի, առանց հոգեբուժի, առանց թերապևտի հսկել մարմնի զանգ, որովհետև հստակ նաև այդ գիտակցումը, այդ գլխուղի աշխատանքը, այդ ընկալման խնդիրները վերականգնվում են, կարող են վերականգնել մենակ այն ժամանակ, երբ որ քաշը վերականգնվել է։ Եվ ինչքան ներքև է իջնում քաշը, այնքան այդ ամեն ինչը վատանում է։ Դրա համար այստեղ շատ կարևոր է, որ մենք պատկերացնենք այս հստակ խնդիրը, մենակ որ ասենք մի հատ քեզ հավաքի, մի հատ տես, մի հատ նայի, այդ չի անցնելու։ Մենք առաջին ընտրությունը այդ սննդային վերականգնումը բանա կոչվում, nutrition ռեաբիլիտացիա կոչվում առաջինը, հետո հոգեթերապիան է, հետո դեղորայքային բուժումն է հոգեբուժական,
եւ ոնց որ sense մնացած թերապևտիկ բաները, որոնք եղել են երկաթդեֆիցիտային անեմիա, բետա-2 դեֆիցիտ, դաշտանային ցիկլի խանգարում, սրտի ռիթմի խանգարումներ, ճնշման անկում, չվերականգնվող այդ 80, 40, 60, 30 թվերի վրա, այսինքն այստեղ ոնց որ արդեն մնացած է այդ թերապևտիկ հատվածն, այսինքն այստեղ տեսնում ենք, քանի մասնագետ ես նշեցի, ել չեմ ասում ընթացքային անդադ գինեկոլոգ, էնդոկրինոլոգը, այդ հորմոնների վերականգնումը, երբ ավելացնել պրեպարատները, երբ պետք փոխարինող թերապիա եւ այլն, այս ամեն ինչը որոշելու համար եւ երբեք մեկ պացիենտով կամ օրինակ տանը, որ շատ ավելի խիստ ասեցինք, նկատեցինք, բան արեցինք, այս չի անցնելու, այս պիտի գիտակցենք, հասկանանք, մասնագիտացված լուրջ մուլտիդիսցիպլինար մոտեցում է պետք։ Ձեզ համար ավելի շատ հետաքրքիր կլինի հենց binge eating disorder-ները, այստեղ անկառավարելի ուտելու նոպանման խանգարում, ճարպակալումների գրեթե 30-35% այս պահին հետևանք են binge eating-ի, սննդային վարքի խանգարման այս տեսակին, որտեղ որ ստրեսին ի պատասխան անկառավարելի ուտելու նոպաներ են լինում եւ իրանք շատ մեծ են, հա, մի հատ փոքր ես չդիմացա երկու հատ պեչենկա կերա, դե շատ հաճախ տենց գալիս են ինձ մոտ, ես լսել եմ ձեզ ասել եք սննդային վարքի խանգարմանը, ես չի ուզում այդ երկու պեչենկան ուտել, այդ անկառավարելի նոպաների ժամանակ 2000-ից մինչև 6000 կիլոկալորիա կարա լինի մի սննդ ընդունումը եւ այստեղ մենք ունենում ենք լուրջ խոլեստերինների հետ կապված խնդիր, որովհետեւ այդ բոլոր սնունդը fast food կամ քաղցր, մարգարին պարունակող արագ այդ քաղցրավենիքներն են լինում, այստեղ ծանր ճարպակալումների հետ գործ ունենք ու կարող է հուշող նաեւ լինել են, որ մենք սննդային վարքի խանգարման հետ գործ ունենք, եւ որ օրինակ նշում եմ, որ 6 ամսվա ընթացքում քաշ 30 կիլոգրամ ավելացավ։ Այստեղ մենք պատկերացնում ենք, որ այսքան կալորիայի ավելցուկ պետք է լիներ ամեն օր, որովհետեւ սովորական եթե ես եւ դուք հիմա չհետևենք առհասարակ ոչ մի բանի, վստահաբար մենք էլ ենք քաշ հավաքելու, մենք գենետիկա չունենք ժողովուրդ ջան, մի մտածեք, որ մենք գենետիկայով ենք պահում մեր քաշը այսպես, որովհետև հիմա աշխարհը կոչվում է օբեսիտոգեն, ճարպակալմանը նպաստող, որովհետև մենք ավտոյով գնում ենք գործի, լիֆտով բարձրանում ենք մեր հարկը, նստում ենք 8 ժամ, գնում ենք ավտոյով տուն ու ժամանակ չենք ունենում ֆիզիկականի, հեշտ հասանելի բարձր կալորիական սնունդը միշտ կողքը եւ մենք կհավաքենք եւ մենք այն որ sense քիչ շարժվելով, մի քիչ ավել ուտելով, օրական 500-1000 կիլոկալորիա ավել եւ եթե ուտենք ամիսը 1 կիլոգրամ տեմպով, տարին sense 5-10 կիլոգրամով կհավաքենք։ Այս այն տեմպն է, որտեղ որ մենք հասկանում ենք, որ այդ բաներն ա եղել, այս կարան կարգավորենք, կամած նույն ձևով կալորիայի դեֆիցիտ ապահովենք, այս 1-2 կիլոգրամ ամիսը նվազեցնելով հետ բերենք։ Բայց եթե 6 ամիս տարում 30 կիլոգրամ էս պիտի ահազանգ լինի, այստեղ շատ նաև միանգամից ծանրաբեռնվածություն նաև հասկանում ենք ինչի համար եմ ասում ձեզ ավելի հետաքրքիր կլինի հենց binge eating-ը, որովհետև այստեղ միանգամից ծանրաբեռնվածություն անկնում սրտի վրա 30 կիլոգրամ միանգամից քաշի ավելացումը կարճ ժամանակահատվածում սիրտը չի հասցնում վերափոխվել, հա, ինչ որ օրինակ 10 տարիների ընթացքում ասենց կամած հավաքվում, հա, եւ անոթներն են հասցնում հղիության նման մի բան, հա բնականաբար բեռը զգալի ավելանում ասել։ Այնտեղ էլ մենք խոսում ենք էլի մի տարվա 9 ամսվա ընթացքում 10-12 կիլոգրամի եւ ոչ թե 30։ Լավագույն դեպքում ես։ Այո, նաեւ շատ լավ բան ասեցիք, շատ կարեւոր է որ բոլոր բժիշկները նշեն, ասեն, որ քաշի ավելացում ինչքան պիտի լինի հղիության ժամանակ եւ անպայման հսկեն եւ զգուշացնեն որ քաշի ավելցուկ է լինում որովհետեւ ես միշտ անամնես հավաքելուց ասում եմ հղիության ժամանակ ինչքան հավաքեցի 20-25 կիլոգրամ ասում եմ խնդիր ունի չէ ամեն ինչ նորմալ էր ասում եմ արդեն 20-25 կիլոգրամ այդ խնդիր է ոնց որ արդեն ահազանգ պիտի լիներ բժշկի կողմից եւ ինչ որ բաներ պիտի գտներ գեստացիոն դիաբետ, բանի խնդիր, չգիտեմ, երիկամների հետ կապված լիպիդեմիա, ճնշում։ Այո, այդ ամեն ինչը այստեղ շատ կարևոր է։ Ես էլի սկսեցի շատ արագ խոսել եւ բոլոր թեմաները իրար հետ։ Ես մի հարց տամ էլի։ Օրինակ binge eating-ի եւ բուլիմիայի տարբերությունը ինչու՞մ է կան։ Բուլիմիայով պացիենտները շատ ուժեղ կոմպենսացնում են։ Կոմպենսացիան կոմպոնենտ պիտի լինի։ Տեսեք ոնց որ ես մեկ-մեկ նկարագրում եմ ոնց որ պատկերացրեք սենց երիտասարդից դեպի մեծ հասարակ
տեսակ գնանք, երիտասարդը, երեխան շատ ուժեղ է իր բանը այդ կոնտրոլը ինքը լիքը ռեսուրս ունի նյարդային համակարգի կոնտրոլ է անում ստեղ դրա համար ամենաշատը 13-15 տարեկան նյարդային անորեքսիա այս կոնտրոլը մի քիչ սկսում է թուլանալ 18, 19, 20, 25 տարեկանում այստեղ պորտկումներն են գալիս իհարկե ոչ միշտ է իրար հետևից գնում այս խնդիրները բայց այդ մենք ունենում ենք Ստեղ գալիս է պորտկում, ես պահեցի, պորտկում ունեցա։ Պորտկումից հետո այնքան անտանելի է ինձ համար քաշը ավելացնել, որ ես կոմպենսացնում եմ։ Այդ կարա լինի ֆիզիկականով իրականում։ 3 ժամ գնացի մարզասրահ, 3 օր սոված մնացի։ Այստեղ պորտկում ունեցա, 3 օր ոչինչ չկերա, դաժե ջուր չխմեցի։ Փորլուծություն առաջացնող միզամուղների չարաշահումով դեղորայքները, որտեղ էլի մենք սրտի ռիթմի խանգարումներ, այնտեղ բաներ սինկոպեներ, ուշագնացություններ եւ այլն։ Այստեղ գնացի եւ իհարկե փսխումները, այդ բնականաբար մեզ հերոստացույցով ֆիլմերում ենք հանդիսվել, փսխումը գիտենք դրա համար նրանցից եմ գալի, որ իմանանք, այսօր բուլիմիան ինչքան արտահայտված է, այնքան կոմպենսատոր ռեակցիան ավելի շատ, այնտեղ մենք համարյա քաշը ավելի ցուկ չենք ունենում, բայց ի դեպ խոլեստերինները էլի շատ բարձր են լինում, որտեղ այդ ժամանակահատվածում այդ պորտկման էլի մեկը մինչև 4000-5000 կիլոկալորիայի հասնող մի անգամից սնունդ ընդունում է լինում։ Եվ բնականաբար այդ ամբողջը կոմպենսացնելը անհնար է լինում եւ ստացվում է այսպես եւ իսկ մի քիչ ավելի մեծ հասակ 30, 40, 50 կոմպենսատոր մեխանիզմ вообще այնքան նյարդային համակարգի հյուծված է որ մենակ պորտկումն է պորտկման հետևից էլ չկա Էլ քաշի մասին չեմ մտածում, էլ ոչ մի բան, այնտեղ այն շատ հյուծված նյարդային համակարգ արդեն ունենք։ Սենց իրականում բան եմ, տարբեր տարիքային խմբերում ենք կարող ենք դեռահասության տարիքում բինջեր կարանք ունենանք եւ այլն, բայց որ սենց պատկերացնեք ավելի հաճախ մենք բինջեր ունենում ենք այն տարիքային խմբում բուլիմիա ունենում ենք, այս տարիքային խմբում, որը նկարագրեցի եւ անորեքսիա այդ ամենաերիտասարդ խմբում։ Շատ գրավիչ ու հետաքրքիր է։ Լիդիա ջան, ցավոք սրտի մեր ժամանակը սպառվեց, բայց ես մեծ սիրով կուզեի, որ մենք էլի հանդիպենք։ Մենք բջջանյութի մասին չենք խոսել, խոլեստերինների մասին չենք խոսել։ Այո, եւ փորձենք ամբողջական ինֆորմացիա տրամադրել, դրա համար այսպես եթերում քեզ խնդրում եմ, որ ապագայում եւս մի անգամ համաձայնես մեզ հյուր լինել եւ մեր պացիենտներին, մեր աուդիտորիային լուսավորել։ Շատ շնորհակալություն այցելության համար։ Մեկ խորհուրդ, որ կուզեի տալ հանդիսատեսներին մեր։ Եկեք, քանի որ ես չհասցրեցի, մի անգամ ես մի ոդկասթի ժամանակ ասել եմ ու շատ ուժեղ տարածում է դա ստացել, որ հայկական հաճարը ահա որ օգտակար մթերք է եւ մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող մթերք է, քանի որ սրտի առողջության համար բջջանյութը շատ կարեւոր է, իհարկե մեկ մթերքի վրա չենք կենտրոնանում, բայց հարուստ բջջանյութով սննդակարգը շատ կարեւոր է բոլոր տարիքային խմբերում, հատկապես եթե դուք ունեք սրտի հետ կապված խնդիրներ։ Բարեկամներ, ընդունեք շատ ծավալով բջջանյութ, հետևեք բժշկի խորհուրդներին եւ եղեք առողջ։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Տաթևիկը եւ Կարդիոլաբը։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։